Մենք այսքան շրջում ենք գյուղերով ու քաղաքներով, չէ՞։ Մեր քաղաքացիները մեզ մշտապես ասում են, մենք կամ գործ ունենք գողերի կամ անկարողների հետ։ Եվ երկու պարագայում էլ մենք անընդհատ մնում ենք այդ փակ շղթայի մեջ։ Եվ այնինչ տեսանք մենք վաղար շաբաթում, իմ կարծիքով դա քաղաքական համակարգի ձախողված քաղաքական համակարգի արդյունք է։ Եվ ինչքան էլ գնան քննարկեն ով ինչ հավաքեց, դե փաստը մնում է փաստ, որ Փաշինյանի ղեկավարությամբ ԿՊ-ն այսօր իշխանություն է ձևավորում վաղար շաբաթում։ Ես նաև գիտեք ինչն է հետարքիր, երբ կամ մրցավազքը ԿՊ-ի կամ Փաշինյանի, այսպես ճիշտ է, Փաշինյանի եւ նախկին նախագահների միջև է, ապա Փաշինյանը միշտ հաղթելու է դա։ Եվ ես ուզում եմ հստակ ասել, որ Փաշինյանի իշխանությունը հիմնվում է 3 այսօր հենասյուն ունի, 3 հենասյուն։ Առաջինը, որոնց դեմ աշխատելով ձևավորում է օրակարգեր։ Առաջինը նախկին նախագահներ, երկրորդ եկեղեցի, երրորդ ռուսներ։ Ռուսներից նրանք ունեն սարսափելի վախ, Փաշինյանը անձամբ չի խոսում ռուսների դեմ, այլ հանձնարարում է պատգամավորներ են խոսում, տարբեր աջակիցներ են խոսում, բարձր արդյունքում ստացվում է նույն բանը։ Բայց արմատը մեկ է նախկին նախագահների այս ինստիտուտի վրա է նստած եւ ընդհանրապես նաև ակնհայտ է, որ մեր ժողովուրդը այս հարցին պատասխանել է։ Մեր ժողովուրդը հստակ ասել է, որ նախկին նախագահները իշխանության գալ չեն կարող։ Եվ ստացվել է այնպես, որ նախկին նախագահները սնուցում են ուղղակի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որտեղ նա սնվում է դրանից։ Գիտեք, ես չեմ ասում, որ նախկինում մինչև 2018 թվականը կամ պաշտոնաթող նախագահների օրոք որևէ լավ բան չի եղել։ Իհարկե եղել է։ Մենք բոլորս ապրել ենք այդ միջավայրում, իրողություններ են դրանք մեր եղել եւ տեսել ենք, բայց պետք է մենք ընդունենք 2018-ը ինչու եղավ։ Որքան էլ որ տարբեր խոսեն արտաքին միջամտություններ եւ այլն, բայց կային խնդիրներ, չէ՞։ Կային ձևավորված խնդիրներ եւ դրանք կուտակվել են ու դրանք նախագահներից որևէ մեկին վերագրել չի կարելի։ Դրանք 18 թվականի դրությամբ բոլոր 3 նախագահների ժամանակաշրջանի կուտակված խնդիրներն էին։ Նույնը ես ասում եմ նաև այսօր էլ լավ բաներ տեղի ունենում են, բայց դրանք դրվագային են եւ դրանք մեր երկիրը պարզապես հետընթացի մեջ են պահում։ Ես նաև ուզում եմ հստակ նշել, որ ԿՊ-ն ու Փաշինյանի իշխանությունը նեգատիվի իշխանություն է։ Նրանց ինքնությունը նեգատիվ է։ Սա այսպես նեգատիվ ինքնություն ունեցող իշխանություն է եւ ամբողջը կառուցված է ատելության շուրջ։ Ինչ են անում, մասնավորապես Փաշինյանի ու նրա իշխանության մասին է խոսքը, մարդկանց անընդհատ այս խնդիրների շուրջ զզվացնում են ուղղակի զզվացնում են, որ մարդիկ հոգնեն, զզվեն, հուսահատ վիճակում մնան ու չգնան ընտրությունների եւ սա հայտնվեն հուսալքության մեջ, ու սա միայնում է ձեռնտու, միայն ձեռնտու է ԿՊ-ին այս վիճակը, որովհետեւ եթե մարդիկ քիչ են գնում ընտրության, ընդամենը այս արդյունքում օգտվում է բնականաբար քաղաքացիական պայմանագիրը